Adobe Photoshop-ի վերջին տարբերակներում նաև բարելավել է վեկտորական աստղ գործիքի կարգավորումները։ Այժմ այն կարելի է խմբագրել փոփոխելով ինչպես վերևի բառից, այնպես էլ կոնտեքստուալ բառից և հատկություններից։ Եկեք տեսնենք, թե ինչ փոփոխություններ են արվել։ Եթե մենք ընտրենք աստղ վեկտորական shape գործիքը և նկարենք որևէ մի աստղ, ապա դուք տեսնում եք, որ նկարելու պահին մենք վերևում կարող ենք տեսնել կարգավորումներ։ Սա աստղերի թևիկների քանակն է, անկյունների չափը և նրանց կորությունը։ Այս փոփոխությունները անելուց հետո մենք պետք է նորից նկարենք, որպեսզի տեսնենք այս փոփոխությունները։ Երբ որ մենք արդեն նկարում ենք մեր shape աստղը, ընտրելով նրան, մենք կարող ենք կոնտեքստուալ բառում տեսնել կարգավորումներ, որտեղից կարող ենք փոխել օրինակ նրա գույնը, կարող ենք փոխել ստրոկի գույնը, փոխել նրա հաստությունը, որը տեսնում եք փոփոխվում է դինամիկ ձևով, կարող ենք փոխել եզրագծի ձևը, ընտրելուց հետո կոնտեքստուալ բառում բացվում են այս անկյան մեծությունները corner 1 և corner 2, որը մենք այստեղից ներմուծելով որևէ մի թիվ և տալով enter կարող ենք տեսնել այդ փոփոխությունը։ Դրա կողքը բացվում են point-ների քանակը, այսինքն թևիկների, որը մենք կարող ենք փոխել սլայդերի օգնությամբ։ Դրա կողքին մենք ունենք դրսի ռադիուսը, շառավիղը և ներսի ռադիուսը, շառավիղը, որը համապատասխան էլի փոփոխելով այստեղից և սեղմելով enter կարող ենք տեսնել այդ փոփոխությունը։ Ընտրելով այս օբյեկտը մենք նաև այդ հնարավորությունները կարող ենք տեսնել Property Appearance բաժնում, որտեղից կարող ենք նույնպես փոխել և տեսնել այդ փոփոխությունները արդեն դինամիկ։ Դուք տեսնում եք, որ այժմ մենք այստեղ փոխում ենք ռադիուսները և կարող ենք փոխել նաև այստեղ թևիկների քանակը։ Այժմ եթե մենք այստեղ ներմուծենք 5, այստեղից մենք կարող ենք օրինակ կորությունը տանք 0, որպեսզի ստանանք նորմալ աստղ, և եթե մենք այժմ նաև ընտրենք մեր օբյեկտը դեսկտոպի վրա, բայց այս անգամ ընտրենք արդեն Path Selection Tool-ի օգնությամբ, ապա այստեղ դուք կտեսնեք բռնակներ և կետեր, որոնց օգնությամբ մենք նաև կարող ենք փոփոխել այս օբյեկտի ձևը, և այստեղ փոխվում են թևիկների քանակը, փոխվում են դրսի և ներսի շառավիղների մեծությունը համապատասխան, և աշխատելով մեր canvas-ի վրա մենք կարող ենք կատարել փոփոխություն օբյեկտի հետ, որը իրենից ներկայացնում է մեր աստղ վեկտորական գործիքը։ Այս հնարավորությունները Photoshop-ում նաև արագացնում են այժմ աստղի խմբագրելու և նրա հետ աշխատելու հնարավորությունները։